Հատվածը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով։ Հարգելի բարեկամներ, մասնագետ on-line նշանթի ուղի եթերում իր առողջության երաշխիք հավելվածով տաղավարում է առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։ Բարև ձեզ, Բժշկուհի Ավագյան, շնորհակալություն, որ եկել եք։ Եվ տարին, երբ որ վերջանում է, այդպիսի ոնց որ սովորություն է, չնայած երբեմն մտածում ես, դե ինչ է, մյուս օրը կգա, էլի կլինի, մեր կյանքը կշարունակվի, բայց շատ աշխատանք է կատարվել։ Ես գիտեմ, որ բանավանդ մայրական առողջության եւ ծննդաբերությունների հարցում անվերջ կատարվում է։ Կարող եք ասել, օրինակ, եթե մենք վերցնում ենք 1 տարին, ինչ որակային տեսակի փոփոխություններ կան դեպի լավը, որ իրոք աշխատանքի շնորհիվ տեղի ունեցան։ Ասեմ, որ մորիմական առողջությունը իսկապես գերակայություն եղել եւ մնում եւ շարունակում է մնալ եւ բոլոր ջանքերը ուղղվում են առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացմանը, իմանալով, որ մեր երկրում շատ ցածր է պտղաբերության ինդեքսը 1.7, այսինքն չի ապահովում անգամ պարզ վերարտադրում։ Հետևաբար առողջապահության նախարարությունը բոլոր ջանքերը գործադրում է, որ մենք չունենանք կամ նվազագույնի հասցնենք պերինատալ կորուստները, ինչը որ կախված է առողջապահությունից։ Մենք ծնելիությունը խթանելու այլ միջոցներ չունենք։ Մենք կարող ենք ուղղակի բարձրացնել ծնելիությունը պայմանավորված առողջապահական գործոններով։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ տարեկան նախորդ տարիներին մենք 3.5-4 հազար ինքնաբեր վիժումներ էինք ունենում։ Այսինքն սրանք այն խումբ կանայք են, որոնք ուզում էին ունենալ երեխա եւ ինչ որ պատճառներով ընդհատվում էր հղիությունը այնպիսի ժամկետում, երբ պտուղը կենսունակ չէր, մինչև 22 շաբաթականը։ Գիտեք, ահագին մեծ ջանքեր գործադրվեցին, հղիությունների վարման նոր արձանագրություններ, նոր մոտեցումներ ներդրվեցին, կադրերի ուսուցում, հագեցում, եւ ես պետք է ուրախությամբ նշեմ, որ անցյալ տարվա 15 թվականի 14 թվականի համեմատությամբ, երբ մենք 15 թիվ ավարտեցինք, մենք ունեցանք մոտ 800 ինքնաբեր վիժումների իջեցում։ Այսինքն պոտենցիալ 800 երեխաներ, գուցե թեկուզ մեկ երրորդը, այդքան ծնելիություն բարձրացում եղավ ինքնաբեր վիժումների նվազեցման միջոցով։ Մենք այսօր ունենք եւ հնարավորություններ կան ապրեցնելու բոլոր այն երեխաներին ցածր քաշով, որոնք նախկինում մինչև 1 կիլոգրամ քաշը, մինչև 1.5 կիլոգրամը կարծես թե համարվում են, որ ծնվել են եւ կարող են չապրել։ Այսօր մենք շատ բարձր ցուցանիշ ունենք այդ երեխաների ապրեցման տեսակետից։ Բժշկուհի Ավագյան, այսպեսի մի բան ասեմ, էլի, ֆիզիկապես իրոք կապրի, բայց տեսեք, ասում են, ես կարդացել եմ, որ ունեն խնդիրներ իրենց ցանցաթաղանթի այդ երեխաները, դեռ չի հասցրել զարգանա եւ այլ օրգանների հետ կապված թերություններ, որ միգուցե, գիտեք ինչ, երբեմն մարդը կարող է ապրել, բայց իր կյանքը կլինի շատ ցածր որակի։ Դուք շատ կարևոր հարց բարձրացրեցիք, մենք իրականացնում ենք հետ ծննդյան, նորածին ծննդելուց հետո անմիջապես աշխարհին հայտնի բոլոր սկրինինգները, որպեսզի ժամանակին հայտնաբերենք ախտաբանությունները եւ կարողանանք շտկել եւ այդ երեխաներին ապահովագրենք մանկուց հաշմանդամ լինելու ծանր բեռից։ Դա ֆենիլկետոնուրիան է, գիտեք, դա բնածին հիպոթիրեոզն է, անգամ մի հիպոթիրեոզի դեպքի հայտնաբերումով այդ երեխան հետագայում մտավոր հետամնացություն չի ունենում, կամ ֆենիլկետոնուրիա։ Կարող են թվերը փոքր լինեն, բայց դրանք ճակատագրեր են։ Կոնքազրային հոդի կատարում ենք սկրինինգ, սրտի սկրինինգ, երբեմն երեխան ծնվում է, թվում է ամեն ինչ նորմալ, բայց կա մեթոդաբանություն, որը թույլ է տալիս
զարգացման արատներ հետծննդյան հայտնաբերել։ Ձեր ասած նորածինների մոտ անհաս գոյություն ունի այսպես կոչված անհասների ռետինոպաթիա, երբ ցանցաթաղանթը ճիշտ եք ասում, դերևս կազմավորված եւ զարգացած չէ, եւ մենք կատարում ենք սկրինինգ, երբ հայտնաբերում ենք այդ երեխաների մոտ շեղումներ, նրանք այլևս չեն մեկնում Լենինգրադ, Սանկտ Պետերբուրգ, առաջներում միայն մեկնում էին Սանկտ Պետերբուրգ, տեղում վերարտադրողական առողջության պերինատալոգիայի ինստիտուտում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ մոտ են Ամերիկայի Միացյալ Նահանգներում կատարվող այդ հետազոտություններին եւ on-line ռեժիմով նույնիսկ վիրահատությունները կարող են տրանսլյացիայի ենթարկել եւ ստանալ խորհրդատվություն։ Այս ծառայությունն արդեն կա։ Լսողություն, տեսողություն, սրանք բոլորը իրականացվում են նորածնի մոտ ծննդատներում հետծննդյան շրջանում եւ մեր հայտնաբերված բոլոր ախտաբանությունները ժամանակին ենթարկվում են կոռեկցիայի շտկման։ Բնածին հիպոթիրեոզ է, տրվում են հորմոններ, ֆենիլկետոնուրիա է, երեխային չեն տալիս ֆենիլալանին պարունակող սննդամթերք, հատուկ սննդամթերք է տրվում։ Եվ այս պայմաններում այս երեխաները փաստորեն չեն ունենում հաշմանդամություն մանկուց եւ կյանքի որակը իսկապես նրանց լավանում է։ Իսկ մայրերի հետ կապված, որ ենթադրենք։ Գիտեք, մայրերի հետ կապված եւ դրսից մենք փորձագետներ ենք ունենում, ասում են դուք աղքատ երկիր եք, բայց եվրոպական չափանիշներով եք վարում ձեր հղիներին։ Օրինակ 3 անգամ պետական պատվերով գերձայնային հետազոտության իրականացումը, սա կարող է թվալ շռայլություն, բայց մենք անում ենք դա շահ նրան, որ մեր հղի կանանց մոտ շեղումները ժամանակին հայտնաբերվեն եւ հնարավոր լինի կանխել, ճիշտ վարման տակտիկա ընտրել։ Դրա համար չի խնայվում այդ գումարները։ Բացի այդ, լաբորատոր լայն հետազոտություններ են անցնում կանայք կրկին պետպատվերի շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի դարձնել բուժօգնությունը եւ մատչելի, եւ հասանելի, եւ որակը ապահովել։ Շիշկո Ավագյան, վերարտադրողականի մասին ինչ կասեք, մենք ակնհայտ տեսանք, որ վերջի տարիների ընթացքում մենք ունեցանք մի քանի կենտրոն, որոնք ամենաբարձր իրենց մակարդակով կարողանում են այն, այսպես ասենք, անհույս անպտղության թվացող դեպքերը 5 տարի, 7 տարի, 10 տարի չեն կարողանում երեխա ունենային, իրենք հիմա դա իրականացնում են։ Դրա դինամիկան մի հատ ասեք։ Ես կուզեի տալ առողջապահության համաշխարհային կազմակերպության ինչ բան է բացարձակ անպտղություն։ Այսպիսին է սահման, բացարձակ է անպտղությունը, երբ տվյալ ժամանակահատվածում շտկվել չի կարող։ 90 թվականներին մենք ունեինք շատ բարձր, այսպես կոչված բացարձակ անպտղության դեպքեր, որոնք շնորհիվ ներդրված մեթոդաբանության, դա էնդոսկոպիկ ծառայությունն է, լապարասկոպիա, հիստերոսկոպիա, դա իհարկե հեղաշրջում էր ամբողջ աշխարհում եւ նաեւ մեր բժշկության մեջ արտամարմնային բեղմնավորումը։ Այսօր իսկապես մենք կարողացել ենք այս ծրագրերի ներդրման, ինչու՞ չէ, նաև աբորտների, հղիության արհեստական ընդհատումների նվազեցման, ընդհատման անվտանգ մեթոդների ներդրման շնորհիվ, տեսեք 2000 թվականին ունենք 31 եւ 9% անպտղություն, 2014 թվականին 14.8 Սա 2.5 անգամ փաստորեն նվազեցում է շնորհիվ այս բոլոր ջանքերի եւ շնորհիվ բոլոր այս միջոցառումների։ Ասեմ, որ հասարակական կազմակերպությունների հիմնադրամները եւս մեզ օգնում են այս հարցում։ Ես կուզեի մասնավորեցնել Արագիլ հիմնադրամը, որը իր հավաքած գումարներով կարողանում է վճարել այն թանկ ծառայությունների համար, որպեսզի կանայք ունենան երեխա։ Դա էլ ինչ-որ մի առանձին խումբ էր, չէ՞, ընտանիքների, որոնք դառնում էին անպտուղ, որովհետև չէին կարողանում գումար տրամադրեին դրա համար, չէ՞։ Դուք իրավացի եք,
կառավարությունը 2014-15 թվականներին գնաց քայլերի եւ մենք ունենք այսօր անպտղության հետազոտման մինչ մարմնային բեղմնավորման նախապատրաստման ծրագիր, որով կարողանում ենք սոցիալապես անապահով 0.1 բալեր ունեցող կանանց ներգրավել այդ ծառայության մեջ, իրենք օգտվում են արտոնյալ պայմաններով հետազոտության իրավունքից, իսկ 30-ից բարձր միավոր ունեցող ընտանիքները անվիճար, այսինքն հետազոտվում են, բուժվում են պետության ֆինանսավորմամբ։ Անցյալ տարի մենք ունեինք նաև սահմանամերձ գյուղական վայրերում ապրող կանանց համար արտամարմնային բեղմնավորման ծրագիր եւ 35 կին սահմանամերձ վայրերում ապրող, գյուղական վայրերում ապրող կանայք օգտվեցին այդ իրավունքից եւ հիմա մենք ունենք հղիներ, որոնց հետևում ենք եւ կնպաստենք իրենց ծննդաբերությունների ավարտին նորմալ։ Եվ գիտեք ինչն էր հետարքիր Վիշկա Ավագյան, որ այդ մասնագետները, որոնք իրենց նախաձեռնությամբ շատերը ստեղծեցին այդ ծառայությունները արտամարմնային բեղմնավորման, իրանք ինչքան աճեցին հենց իրանք, նկատեցիք դուք դա սկսեցին սկզբից 4%-ը ցածր էր եւ բայց գնալով հիմա ոչ մեկ չի կարող ասել, որ ինչ որ մի բանով տարբերվում են աշխարհի այն լավագույն կենտրոններից, ճիշտ է։ Ես ձեզ հետ համաձայն եմ, նախ ծառայությունը ինքը ամբողջ աշխարհում զարգացման միտումներ դրսևորեց, արդյունավետության բարձրացում, այդտեղ շատ մեզ օգնեցին նաև ֆարմ ինդուստրիան, տվեց այնպիսի միջոցներ, որոնք առաջներում շատ օգտագործում անարդյունավետ էր, իսկ հիմա շատ կատարելագործված ունենք միջոցներ, որոնք ապահովում են մի քանի ձվաբջի միաժամանակ առաջացում, այդ պունկցիաները, տեղադրումները, միջավայրերը, սա շատ մեծ ոլորտ է եւ զարգացման մեծ հնարավորություններ կան, Հայաստանը անմաստ չի մնացել։ Այո, Վիշկա Ավագյան, դուք հիշատակեցիք նաև ընդհատումները հղիության, որին անվանում են նաև աբորտներ, եւ ես հիշեցի, որ բավականին լուրջ զբաղվեցինք, ես էլ որոշ չափով մասնակցեցի, որովհետեւ հաղորդումներ էինք անում այդ թեմայով, սեռով պայմանավորված ընդհատումները, որոնք ոչ մի կերպ մարդու գիտակցության մեջ չեն տեղավորվում, որովհետեւ ինչ ասես կարող ես մտածել, բայց որ ոչ մի պատճառ չկա եւ վերցնել եւ ընդհատել նրա պատճառով, որ երրորդ կամ չորրորդ աղջիկն է, այդ արդեն մեր ազգին որ հեչ բնորոշ բան չէր։ Այդ հարցում ինչքան գիտեմ էլի փոփոխություն։ Իսկապես նախ օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, որ կանայք աբորտի դիմելիս տրվում է սպասման ժամանակ, բացատրական աշխատանք եւ այլ, եւ իսկապես խոսքը ունի շատ մեծ ներգործուն ուժ, հատկապես մեր երկրում, եւ ես շատ շնորհակալ եմ մեր հասարակությունից, որ շատ ընկալունակ եղավ մեր բոլոր հորդորներին, որ չի կարելի աղջիկ երեխային հեռացնել միայն նրա համար, որ ինքը աղջիկ է։ Եվ գիտեք, ստատիստիկան, վիճակագրությունը ցույց է տալիս, որ որոշակի բարելավում կա։ Եթե 2014 թվականին մենք ունեինք 115 տղա 100 աղջկա դիմաց, 214 թվականին, 2015 թվականին 113 տղա, 2016 թվականի առաջի կիսամյակն է ամփոփվել, մենք ունենք 100 աղջկա դիմաց 108 տղա։ Այդ համարյա նորման է, բնական նորման է, չէ՞։ 106-107 նորմա է։ Մի հարց է։ Սա ուղղակի, գիտեք, բոլոր երկրները նույնիսկ զարմացած են, թե ոնց կարելի է այսքան կարճ ժամանակահատվածում նման հաջողության հասնել։ Ես դա գտնում եմ մեր հասարակության ընկալունակության եւ դրական արձագանքով։ Եվ ճիշտ կազմակերպված քարոզությամբ։ Ես իսկապես շատ շնորհակալ եմ նաև զանգվածային լրատվության միջոցներին, որոնք այդ հարցը անընդհատ բարձրացրեցին, խոսեցին, ցույց տվեցին, որ դա անթույլատրելի է մեր նման հին, մեր նման ինտելեկտուալ ազգի համար։ Մանավանդ, երբ որ անձնականացնում ես, դա ցույց է տալիս մի գեղեցիկ փոքրիկ աղջկա եւ ասում ես, բա ինքը կարար չլիներ, ճիշտ է։ Երբ դա ցույց է տալիս մեր ծերանոցներում գտնվող ծերունիների նկատմամբ, որ նրանց 75% տղա եւ արուզավակներ ունեն, այնել մի քանի, բայց հայտնվել են այնտեղ եւ աղջիկներն են խնամում։ Հետեւաբար ես իհարկե կողմ եմ, որ մարդը տարբեր սեռի երեխաներ ունենա։
իսկապես դա շատ ցանկալի է, բայց չի կարելի աղջկան ընդհատել Չի միայն նրա կարելի, դա չի կարելի, դա ցուցում չի, ասենք այսպես, նման ցուցում լինել չի կարող։ Չի կարող։ Ինչ ցուցումներ ասես կան եւ բժշկական եւ ընտանիքի, բայց ոչ թե դա։ Եթե մարդը շատ է ուզում ունենալ արուզավակ, թող ունենա 3-4 երեխան, անպայման արուզավակը կծնվի։ Իհարկե։ Մենք այդպես դեպքեր գիտենք, որ մարդիկ համբերատար ունեցել են։ Գիտեք, մեր հասարակության մեջ շատ կան Հրաչուհի, Արմենուհի, Տիգրանուհի, սրանք բոլորը են տղաներ, աղջիկներն են, որոնք տղաների փոխարեն են ծնվել, բայց հիմա ծնողները շատ գոհ են իրենցից, եւ ես կարծում եմ, այն ժամանակ ունենում էին 4-5 հազվադեպ որ աղջիկ չծնվեր, տղա չծնվեր։ Եվ բավական անուն ունենք, հերիք անուն ունենք, սրանք 6-5-6 աղջիկներ ունեցող ընտանիքներն են, բայց շատ փոքր են դրանց թիվը։ Տղան անպայման կծնվի։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն Բժիշկ Ավագյան, սիրելի բարեկամներ, տաղավարում էր առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։ Բժիշկու, իսկ ինչ վերաբերվում է երբեմն որ լինում են անհաջող եւ անգամ ողբերգական դեպքեր, մեր հեռուստատողները թող իմանան, որ ոչ մեկ դրա մեջ շահագրգռված չի, որ դա փակեն, ոչ մեկ չի ուզում, որ ամեն ինչ ճիշտ ժամանակի ինքը հետաքննվի եւ կստանա իր գնահատականը։ Մեղավորները կպատժվեն։ Գիտեք, ես ձեզ ասեմ, որ մայրական մահերը, երբ մայրացող կինն է մահանում, երեխան կամ մնում է կամ մահանում է, սա դժբախտություն է ոչ միայն այդ ընտանիքի համար։ Հավատացեք, դա ողբերգություն է նաև տվյալ բժշկական հաստատության համար։ Դա ողբերգություն է հասարակության համար եւ անմաս չէ եւ առողջապահության նախարարությունը։ Յուրաքանչյուր մայրական դեպք, անկախ որտեղ է տեղի ունեցել, ինչպես է եղել, ենթարկվում է մանրակրկիտ գերատեսչական հանձնաժողովային վերլուծության եւ մենք խորհուրդ ունենք մանկաբարձային եւ գինեկոլոգիայի խորհուրդ բոլոր դեպքերը վերլուծվում են եւ ասեմ որ հասարակությունը շատ զգայուն է գուցե դա շատ լավ է այդ դեպքերի նկատմամբ եւ մեր բոլոր դեպքերը համարյա գնում են դատաբժշկական փորձաքննության Շատ շնորհակալություն Բժիշկ Ավագյան, սիրելի բարեկամներ, ընդհատվենք գովազդի եւ կշարունակենք դրանից հետո մասնագետ on-line-ը Հատվածը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը, սիրելի բարեկամներ, տաղավարում է GDC ստամատոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ, Հայ ստամատոլոգների միության նախագահ, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունը թեկնածու Թորգոմ Դաշտոյանը։ Բարև ձեզ բժիշկ Դաշտոյան, շնորհակալություն, որ եկել եք։ Ինչ ասեմ, մեր հեռուստատիտողները ձեզանից շատ բան են իմացել ենք ավելի խորը իմպլանտոլոգիայի մասին, իմացանք թե ինչպես է հիմա այդ ամեն ինչը համակարգչային ծրագրերով դրվում եւ այլն, բայց բանը նրանում է, որ մի քիչ էլ կուզենայի խոսենք, քանի որ տարի է վերջանում, խոսենք մի քիչ ստամատոլոգիական կազմակերպչական հարցերից, որովհետեւ ես տեղյակ եմ, որ դուք ստեղծեցիք եւ մենք դրա մասին էլ ենք արել հաղորդում, միություն եք ստեղծել հայ ստամատոլոգների եւ այդ միությունը աշխատել է եւ վերջերս դուք հավաքվեցիք ոնց որ ձեր համագումարին, այսպես ասած հաշվետվական արեցիք, կարող եք ասել, որ նոր էիք բացում, ինչ որ նպատակներ ունեիք, ընթացքում սկսեցիք անել, ոնց ամեն ինչ ստացվեց այդ կազմակերպչական տեսակետից։ Հայ ստոմատոլոգների միություն հասարակական կազմակերպությունը ստեղծվեց ժամանակի թելադրանքով, որովհետև մենք ես եւ իմ համախոհները, համահիմնադիրները եկանք այն եզրակացության, որ Հայաստանում իհարկե գլոբալ առողջապահական ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ եւ մասնավորապես ստոմատոլոգիական ոլորտում եւ այդ հասարակական կազմակերպությունը միտված է կոնկրետ լուծել այդ խնդիրները։ Եվ շուրջ 2 տարի արդեն մենք աշխատում ենք եւ կարիք եղավ արդեն կատարել հաշվետու վերընտրողական ուրեմն մեր ժողովը, որտեղ նաեւ ընտրվեց այս անգամ արդեն խորհուրդ, որը որ պետք է աջակցի ոնց ինչպես է այդ ամեն ինչը լինում, ես կուզենայի որ մեր հեռուստատիտողները ուշադրություն դարձնեն, թե ինչքան բավականին շատ ստոմատոլոգներ, որը պետքա մենք խոստովանենք, որ այդքան էլ հակված չեն
այսպես ասած մրցակիցներ են էլի հավաքվելու ինչ որ մի բանի համար, տվյալ դեպքում դուք կարողացաք հավաքեիք եւ այսպես մենք տեսնում ենք, որ այո, պետք է կարևորենք, որ մեր կազմակերպությունը ունի ոչ մի ադմինիստրատիվ ռեսուրս եւ այն մարդիկ, ովքեր համախմբվում են հայ ստոմատոլոգների միության ուրեմն շուրջ, միայն գաղափարային ուրեմն սկզբունքով է դա կատարվում։ Նրանք լրացնում են հատուկ թերթիկ, որտեղ որ տալիս են իրենց համաձայնությունը, որ ուրեմն ներգրավում են հասարակական կազմակերպությանը եւ մենք խոստացել ենք եւ կատարում ենք պարզ թափանցիկ մեր գործունեությունը։ Առայժմ մենք ներկայացրեցինք այդ համաժողովին կայքը, ADU-AM կայքը, որտեղ Armenian Dentist Union AM, որտեղ որ պարզ թափանցիկ երևում է թե մեր կազմը, թե մեր նպատակները։ Ես դեք ինչ մտածեցի, Դաշտոյան, որ շատերը մեր հեռուստադիտողներից, ով իր ստոմատոլոգին ունի, որ ինքը հաճախում է ինչ-որ մեկի մոտ, որին հավանում է, ինքը տեսած կլինի այս կադրերում։ Որ շատ լուրջ գլխաբժիշկներ, կլինիկայի ղեկավարներ այցելում են մշտական մեր համաժողովներին եւ հաշվետու վերընտրողական ժողովին էլ մասնակցեցին, պետք է ասեմ, որ դա հանրապետական մասշտաբի կազմակերպություն է, ընդգրկված են գրեթե բոլոր մարզերը, Ղարաբաղը, խորհրդի կազմում, պետք է ասեմ, Վանաձոր, Գյումրի, ուրեմն Ղափան, Սիսիան, ուրեմն այդ քաղաքները, Գորիս, միգուցե ես հիմա այս պահին ինչ-որ բան մոռանամ, դա էական չի։ Հիմա ուզում ասեմ, հա, պետք է ասեմ, որ մենք պետք է նաև աշխատանք տանենք դա ընդլայնելու։ Խիստ կարևոր ուրեմն սկզբունքներ կա, որ մեր կազմակերպությունը ուզում է ուրեմն առաջնորդվել եւ լուծել։ Երկու մասի կարող ենք բաժանել։ Մի մասը դա այն համաժողովներն է գիտապրակտիկ, որտեղ որ պետք է ասեմ, սկզբունքը նա է, որ մենք ուղղակի չկատարենք ինչ-որ մի բան, այլ հրավիրվում են համաշխարհային առաջատար մասնագետներ եւ շուրջ արդեն 6 միջոցառում կատարվել է թե Հայաստանում, թե Ղարաբաղում, որտեղ մասնակցում են համաշխարհային կարգի մասնագետներ։ Դա կրթական ոլորտն է, այո, որտեղ մեր սկզբունքն է ոչ թե ուղղակի ինչ-որ մի բան կարդալ, անցկացնել, կրեդիտ տալ մարդկանց եւ այլն, իհարկե դրա մասին էլ դա մեր շրջանակներում է քննարկման, այլ կատարել այն ուրեմն գիտապրակտիկ սեմինարները, որտեղ կա նորություն եւ ստոմատոլոգիան քայլ առ քայլ տանել առաջ։ Պետք է ասենք, որ այս վերջի 10 տարում բոլորը ականատես են հենց ստոմատոլոգիայի ոլորտը ինչքան մեծ առաջընթացել ուրեմն ապրել եւ մենք պետք է շարունակենք հաջորդ տարիներին նույն սկզբունքով, նույն եռանդով այդ աշխատանքը կատարել։ Մյուս ուղղվածությունը դա մեր ընդհանուր բնույթի խնդիրներն են, որը մենք բազմաթիվ հանդիպումների, պատկան մարմինների հետ փորձում ենք կարգավորել, լուծում տալ, ընթացք տալ այդ հարցերին։ Դա պետք է ասեմ, ասես մի խոսքով կարևորը նա է, որ մեր մասնագիտությունը, ստոմատոլոգ մասնագիտությունը մենք պետք է բարձրացնենք ուրեմն իր վայել իր ուրեմն մակարդակին։ Այսօր գիտեք, ժողովրդի մոտ ատամնաբուժի գնացի, այսինքն թվում է թե հասարակ սովորական խոսակցություն է, արհեստի, մոտեցնում են արհեստի։ Հետո կրթական ուրեմն միջավայրը բերում են, որ բազմաթիվ անսահման քանակի ուրեմն անորակ, անհասկանալի որակի մասնագետներ են մտնում շուկա եւ բնականաբար իջնում է այդ բնութագիրը։ Դաշտոյան, եկեք մի տեսանյութ ունենք, որտեղ ձեր համանախագահներից մեկն է եւ մյուսն էլ դրանից հետո կտանք։ Հա, տեսնենք, թե միասին էիք կազմակերպում, ես թե հիշում եմ, ինչպես էիք հանդիպում։ Դուք երբ որ դեռ նոր էր կազմակերպում, այդ ժամանակ ես ձեր պացիենտն էի, ես ձեր բուժարուն էի բարձրացնելու որոշակի հարթակներում եւ ստոմատոլոգիական ոլորտի եւ ստոմատոլոգիական այսպես ասած շուկայի կանոնակարգելու հետ ստոմատոլոգների քանակի Հայաստանում ընդհանուր, ասենք, նույնիսկ
հարկային որոշ հարցերի հետ, որովհետև այսօրվա մեր հարկային այս համակարգը, որով մենք աշխատում ենք, ունի եւ դրական եւ բացասական իհարկե բաներ։ Դրականը նա է, որ իհարկե մենք հիմա ազատված ենք շատ տարբեր տեսակի քաշքշուկներից, որտեղ արտոնագրային շուկայում ենք աշխատում, սակայն բացասականը նա է, որ չի դիֆերենցվում, կան երիտասարդ մասնագետներ, նորավարտ, որոնք չունեն բավարար այցելուների քանակ, չեն կարող նույն քանակով հարկվել, ինչպես ասենք փորձառու բժիշկը, որ ունի լայն, ասենք այցելուների քանակ, կամ ասենք բժիշկը, որը զբաղվում է միայն մանկական ստոմատոլոգիայով, չի կարող հարկվել նույնպես, ինչպես հարկվում է, ասենք բժիշկը, որը իմպլանտոլոգիայով է զբաղվում, եւ նպատակ ունենք հավաքել մեծ հանրություն ստոմատոլոգների, որպեսզի ռեալ ուժ ներկայացնենք եւ այդ ռեալ ուժի վրա հենվելով կարողանանք մեր հարցերը ներկայացնել արդեն պատկան մարմիններին։ Եվ նաև ունենք մի տեսանյութ էլ, որտեղ մյուս համանախագահ Գագիկ Քալանթարյանը, դուք ասացիք, որ այս հարցերից մեկը օրինակի համար։ Եկեք դա էլ դիտենք եւ արդեն ամփոփենք այս միջոցառման թեման։ Մենք ընթացքում բավականի աշխատանք ենք կատարել։ Հիմնական մեր ուղղությունը այս տարիների ընթացքում եղել է մեր սեմինարների, կոնֆերանսները, այսինքն կրթական ուղղությունը հիմնական գերիշխել։ Մենք լուծել ենք նաև կազմակերպչական խնդիրներ, փորձել ենք սատարել եւ լինել մասնագետի կողքին։ Այսօր մեր բնակավարում բավականի լուրջ խնդիրներ կան, որոնք մենք փորձելու ենք նաև լուծել։ Դրա համար է նաև այսօրվա հավաքը։ Վանաձորի լավագույն ատամնաբուժական կլինիկայի ղեկավարն է։ Բժշկաստոմատոլոգիական կլինիկայի ղեկավարներ։ Մենք կարող ենք ասել, բժիշկ Դաշտոյան, որ Վանաձորի օրինակ այն ստորաբաժանումը ստոմատոլոգիայի, որը ղեկավարում է Գագիկ Քալանթարյանը, չի տարբերվում նրանից, ինչ որ կա Երևանում։ Պետք է ասենք, որ առաջադեմ բժիշկներից մեկն է եւ բժշկաստոմատոլոգիական ոլորտի կազմակերպիչներից մեկն է, շուրջ 10 տարի առաջ, երբ որ ինքը Վանաձոր քաղաքում կազմակերպեց արդի ստոմատոլոգիական ուրեմն կենտրոն, հենց այդ Վանմեծ ստոմատոլոգիական կենտրոնը, նույնիսկ Երևանում շատ ժամանակ կար բաներ, որ բացակայում է։ Ստոմատոլոգիան այն ոլորտներից է, որ ինքը չի կանգ առնում, պետք է ասեմ, որ մենք մոտիվացված ենք, այդ բառը այսօր շատ է կիրառում, մենք մոտիվացված ենք թե մեր մասնագիտությունով, այսպես ասած մենք բոլորս մեր ֆանատներն ենք մեր մասնագիտության, մի կողմից, մյուս կողմից պետք չի թաքցնել, որ դա մեզ ապրուստի միջոց է եւ մենք բոլորս ուզում ենք ավելի լավ ապրենք։ Իհարկե, դա շատ գովելի է, երբ որ մարդ ուզում է լավ ապրել։ Բայց հիշենք, բժիշկ Դաշտոյան, որ ինչքան էլ ուզում եք դուք լավ ապրեք, միևնույնն է Հայաստանում կատարվող այդ բուժօգնության գինը մի քանի անգամ ցածր է, քան թե արտասահմանում։ Այսինքն օգտագործելով նույն սարքերը, նույն նյութերը, իհարկե հարցերը բազմազան են, եթե ձեր ասած այդ հարցին մենք անդրադառնանք, պետք է ասենք, որ մենք խթանում ենք այսպես ասած տուրիզմը, դենտալ տուրիզմ։ Մեր պացիենտների շուրջ 70-ից 80%-ը այսօր մանավանդ ամառվա, ուրեմն ժամանակական ընթացքում կազմում են արտասահմանից ժամանած մեր պացիենտները, մի մասը դա մեր հայրենակիցներն են եւ մի մասը արդեն գալիս են հատուկ հենց բուժման նպատակով, լսելով որակի եւ այլն, եւ դրա համար մենք բազմաթիվ այդ արդի մեթոդները ներդնելով, հետ չմնալով ուրեմն ժամանակակից ստոմատոլոգիական ծառայությունից մենք իհարկե տալիս ենք այդ բազմակոմպլեքս ծառայությունները մեր կլինիկաներում, բայց խոսքը հիմա դրա մասին չի, առավելագույն պետք է մենք մտածենք մեր բժիշկ ստոմատոլոգի համբավի ուրեմն բարձրացման մասին, որովհետև դա խիստ կարևոր է։ Դուք կարծում եք դա նաև միությունը կօգնի, թե միությունը ամեն մեկը թող լավ աշխատի, իր գործը լավ անի, մենք կոնկրետ ունենք տեսլական, որով պետք է շարժվենք, ուղղակի թողել բարձի թողի, որ ինքն իրան ամեն կարգավորվի, իհարկե դա էլ է տարբերակ, բայց կան կոնկրետ առաջարկներ, կան կոնկրետ ուրեմն բաց թողումներ, թե օրենսդրական դաշտում, լիցենզիոն դաշտում, ուրեմն մեր բժշկի օրինակ ասենք պաշտպանվածության խնդիրների հարցը, մենք այսօր շատ ենք խոսում, որ մարդիկ ուրեմն կարողանան աշխատեն եւ
ավելի պարզ, թափանցիկ երևա։ Դրա համար որոշակի խնդիրներ պետք է լուծվի օրենսդրական ուրեմն դաշտում, որպեսզի բժիշկը զբաղվի իր մասնագիտությունով։ Ինքը ծանրաբեռնված չլինի բազմաթիվ ինչ-որ խնդիրներով, որը շատ դեպքերում կարող եմ ասել, որ արհեստածին են, արհեստական է ստեղծված։ Եվ շատ հեշտությամբ կամքի դրսևորման դեպքում մենք կարող ենք որոշակի հարցեր ուղղակի կարգավորել եւ շատ հեշտությամբ ամեն ինչ կգա կընկնի իր տեղը, այդտեղ շատ մեծ բան։ Իհարկե կան ավելի բարդ խնդիրներ կապված բազմաթիվ ուսումնական հաստատությունների հետ, որոնք որպես գործարան ասես դիտարկենք, արտադրում են այդ արտադրանքը, որը կոչվում է բժիշկ ստոմատոլոգ։ Եվ չկա մի կարգավորող մարմին վերջնակետում, որը որ կարողանա ուրեմն կարգավորի վերջապես այդ մասնագետը համապատասխանում է այդ բարձր կոչմանը, թե ոչ։ Իհարկե կրեդիտավորման համակարգը, որը ակտիվորեն ներդրվում է, մենք կողմ ենք, մենք մի քանի տարի առաջ ենք արտահայտվել կողմ այդ գաղափարին, բայց դա պետք է լինի լրացուցիչ գործիք, որպեսզի մարդը կարողանա միշտ իր վրա աշխատի եւ բարձրացնի իր մասնագիտացումը, բայց ոչ հիմնական ուրեմն լիցենզավորման գործոն։ Լիցենզավորման գործոնը պետք չի նոր հեծանիվ հորինել, սա աշխարհում հորինված է, ուղղակի պետք է այսպես ասած կոռուպցիոն ռիսկերից խուսափել, երբ որ ստեղծվում է այդ համակարգը, պետք է լուրջ մտածել եւ ստեղծել մի համակարգ օբյեկտիվ, որպեսզի այդ մի կետի վրա բոլոր համալսարաններից ավարտած ուրեմն բժիշկները լիցենզավորվեն եւ մենք վստահ լինի մեր պացիենտը, որ հայտնվելով այդ բժիշկի մոտ ինքը ստանալու է որակյալ բուժ ծառայություն։ Եվս մի հարց, որը խիստ կարևորում ենք մեր միության մեջ, ասես գլոբալ հարցերից, որ մենք ստոմատոլոգիան ինքը արդեն նեղ մասնագիտություն է։ Ժամանակին ստոմատոլոգիան առանձնացվել է հենց ընդհանուր բժշկությունից որպես նեղ մասնագիտություն։ Այսօր տենդենսը կա, իհարկե շատ դեպքերում ես դրա մեջ միտում չեմ տեսնում, դա ոնց որ սխեմատիկ տարբեր տեղից sense գնում է, որ մեր մասնագիտությունը ինչ-որ ճյուղեր ունի, ավելին նեղ։ Ոչ մեկ չի ուրեմն խանգարում, որ մարդիկ ավելի մասնագիտանան մեր նեղ մասնագիտության ավելի նեղ ինչ-որ մի ուղղության մեջ, բայց նեղացնել մեր մասնագիտությունը եւ սահմանափակել մեր որ եթե դու կոչվում ես վիրաբույժ, դու ես իրավունք չունես։ Ես գտնում եմ դա անտրամաբանական եւ պետք է վերցնել միջազգային փորձը եւ կիրառել եւ այդպիսով մենք կունենանք շատ մեծ արդյունավետություն։ Իհարկե, բժիշկ Դաշտոյան, եթե մենք տեսնում ենք, որ գոյություն ունի մի հոյակապ սարքավորված փոքրիկ կլինիկա, որտեղ կարող աշխատում են 2 ստոմատոլոգ շատ բարձր որակի, եւ մտածես, տեսնես ով է սրանցից թերապևտը, ով է վիրաբույժը, ով է օրթոդոնտը, օրթոպեդը եւ այլն։ Ուրեմն ինչ է պատասխան տա իր արածի համար, քանի որ բժիշկը դա այն մասնագիտությունն է, եթե ինքը ավարտել է, հանձնել է քննություններ, ստացել է պետական լիցենզիա, արդեն ինքը պատասխանատու է որակի համար եւ ինքը պետք է եւ կլինիկայի լիցենզավորումը շատ դեպքերում չի կարող լուծել այդ խնդիրները, որտեղ կլինիկաները լիցենզավորում են, իսկ մասնագետները տարաբնույթ կարող են փոխվել, այսօրվա պայմաններում գիտենք ինչքան պրոբլեմատիկ է դա եւ այսօր մենք պետք է հիմնական շեշտը դնենք բժիշկի որակավորման վրա։ Բժիշկ Դաշտոյան, ինչքան գիտեմ, որ այդ հարցում դուք մի անգամ բավականին տարի առաջ օրինակ ծառայեցիք, երբ որ իմպլանտոլոգիան մտնում էր, սկզբից թվում էր, թե պետքա վիրաբույժը դիմացնոտային դնի այն ներսի մասը, հետո նա կգա ստոմատոլոգի մոտ, դուք ոնց որ ասած վերցեցիք ձեզ վրա, այն որ մի կլինիկայում նույն մասնագետը այդ ամեն ինչը կանի սկզբից մինչև վերջ, որի մեջ կար տրամաբանություն, որտեվ գիտես ով է պատասխան տալի, իրար վրա գցել չի լինի, այնի վատ արեց, ես լավ արեցի եւ այլն, ճիշտ է։ Եվ դա ստացվեց, որովհետեւ հիմա շատերը հենց այդ մոտեցումով էլ աշխատում են։ Ընդհանուր ստոմատոլոգիական պրակտիկա գաղափարը կա ընդհանուր աշխարհում եւ խիստ ծավալված է։ Եկեք գովազդի ընդհատվենք։ Սիրելի բարեկամներ, դուք կարող եք զանգահարել, մենք ճիշտ է խոսում ենք կազմակերպչական հարցերի, բայց չմոռանանք, որ Հայաստանի լավագույն ստոմատոլոգներից մեկն է տաղավարում, դուք կարող եք բոլոր հարցերով, որը ձեզ հետաքրքրում է ատամների հետ կապված, բուժման հետ կապված, կարող եք տալ։ Ընդհատվենք գովազդի եւ կշարունակենք գովազդից հետո։
Շարունակում ենք մասնագետ on-line-ը, տաղավարում է GDC ստամատոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ, հայ ստամատոլոգների միության նախագահ, Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Թորգոմ Դաշտոյանը։ Բժիշկ Դաշտոյան, մենք զանգում ենք, լսում ենք։ Ալո։ Այո։ Լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես խնդրում եմ պատասխանեիք, հնարավոր է ատամը մինչև վերջ չպլոմբելու հետևանքով ատամի տակ առաջանա ինչպես են ասում, կիստա։ Եվ ինչպես կարող, հնարավոր է դուք վերացնեք այդ կիստան կամ թե ինչ բուժում կարող եք առաջարկել։ Խոսքը գնում է այն հենց Եվ ձեր հասցեն ճիշտ ասեք, մենք մոտենանք ձեզ։ Շնորհակալություն։ Ուրեմն շատ արդիական հարց է։ Մի քիչ կարող եմ լայն մոտենալ հարցին, էնդոդոնտիկ բուժման մասին է խոսքը գնում։ Այ ինչի մասին ես նոր խոսում եի, որ մենք ստոմատոլոգներին այսօր ուրեմն մեր ժողովի ժամանակ ասեցին, որ ստոմատոլոգիան դա մեծ մասնագիտություն է։ Օրինակ, պարոդոնտալ խնդիրները խիստ ներկապակցված են սրտի հիվանդությունների հետ։ Էնդոդոնտիկ բուժումը այսօր գիտական աշխատանքներ կան աշխարհով մեկ, որ էնդոդոնտիկ սկսած այդ լիցքանյութի որակից կարող են առաջացնել օնկոհիվանդություններ։ Շատ ցավալի է, որ Հայաստանը իհարկե չունի այդ ներուժը, որ այդ գիտական աշխատանքները տանի, բայց մենք պետք է վերցնենք արտասահմանից շատ արդեն գիտական պատրաստի ուրեմն եզրակացություններ եւ այն էնդոդոնտիայի կուրսերը, որ մենք անցկացնում ենք բազմաթիվ, ուրեմն դրան են միտված։ Հիմա կոնկրետ պատասխանենք պացիենտի հարցին։ Էնդոդոնտիկ բուժումը, եթե կատարված է թերի, իհարկե դա կարող է առաջացնել բորբոքային օջախ, տարիների ընթացքում կիստագրանուլոմա, խցանը, պլոման վատադրված։ Պետք է մենք ունենք, գիտեք, համակարգչային տոմոգրաֆիա, որը ներդրել ենք շուրջ 5 տարի առաջ, դրա հետ կապված պետք է անցկացնել հետազոտություն, կոմպլեքս հետազոտությունների արդյունքում եթե բժիշկը գտնի հարմար, որ հնարավոր է, այսինքն մի խնդիր է, այդ ծավալը այդ բորբոքման օջախի այնքան է, որ հնարավոր է լրիվ ատամը չի օրինակ ներգրավված դրա մեջ, այլ միայն արմատային մասը, շատ դեպքերում կոչվում է վերաբուժում, դրա համարել են անցկացվում կուրսեր, մարդիկ մասնագիտանում են եւ գիտեն ոնց անցկացնել, եւ կարելի է անցկացնել վերաբուժում տվյալ արմատների եւ այդ արմատը հնարավոր է որ տասնյակ տարիներ նույնպես շարունակի ծառայել։ Լիցքանյութի որակի հետ այն հորմոնալ պրեպարատները, որը շատ լիցքանյութեր օրինակ կիրառվում են, դեքսոմետազոն, էնդոմետազոն, մենք էլ ենք ժամանակին կիրառել եւ դրանք ֆրանսիական նյութեր են իդեպ, ասեմ ձեզ, շվեյցարական նյութեր են։ Մեր երկրում բոլորը սիրում են այտենց նյութերի երկրի ծագումը շեշտել, բայց դրանք առաջացնում են այսօր տարիներ անց, ուրեմն օնկոֆոն։ Եթե մարդը ունի հակում, կարող է տասնյակ տարիներ հետո պարզվի, որ մարդու մոտ թոքում ուռուցք առաջացավ եւ դա ոչ մեկ չի կարող իմանալ, որ հենց չի առաջացել ստոմատոլոգի մոտ բուժման հետևանքով։ Դրա համար ես ուզում եմ, որ մեր մասնագիտությանը թե մեր ժողովուրդը, թե հանրությունը, թե հենց մեր բժիշկները ավելի լուրջ մոտեցում ցույց տան եւ ավելի որակյալ բուժ ծառայություն։ Այն ինչ որ մենք հիմա կանենք, բժիշկ Դաշտոյան, հենց կբերի դրան, որովհետեւ հենց վերջերս արեցիք մի միջոցառում, որտեղ հրավիրվածներ ունեինք, եկեք մի հատ տանք կադրերը, թե այդ ինչ էր, դուք ասեք, սա ինչ միջոցառում էր, կրթական, ինձ թվում է բավականին լուրջ։ Հա, ինչ միջոցառում էր սա։ Այս միջոցառումը հրավիրվել էին երկու շատ հայտնի դասախոսներ, մեկը Վլադիսլավ Ավետով, բժիշկ ստոմատոլոգ, որը ղեկավարում է երկար տարիներ ուրեմն Սանկտ Պետերբուրգում 32 ուրեմն կլինիկան եւ Նոբել Biocare ընկերության դասախոս է եղել երկար տարիներ, հիմա հիմնադրել է իր ուրեմն սեփական ուրեմն ուսումնական կենտրոնը, որը կոչվում է World Education Group, ուրեմն նա թե Ռուսաստանում, թե արտասահմանում կատարում են ուրեմն բազմաթիվ տարաբնույթ ուրեմն ուսումնական միջոցառումներ։ Մյուս հրավիրված ուրեմն մեր մասնագետը իհարկե նա ատամնատեխնիկ է, բայց այսպիսի ատամնատեխնիկները դաս են տալի բժիշկներին, քանի որ այն մակարդակը ինովացիաները, սա Alpha Biotech ընկերության ինովացիոն ուրեմն կենտրոնի ղեկավարն է, որ նույն աբատմենտի դիզայնը ինքն է գծում, թե ոնց այդ գործարանը պետք է արտադրի աբատմենտի դիզայնը, ելնելով դրա բիոլոգիական ուրեմն հատկություններից։ Տվյալ դեպքում մեր նպատակներ մի քանի ուղղությամբ
smile design, ժպիտի ուրեմն դիզայնը, դա նորագույն ուրեմն ուղղություն է, եւ որ պացիենտը ի սկզբանե կարող է ծանոթանալ ենթադրվող ուրեմն իր ժպիտի մասին վիրտուալ տեսակետից, իրեն ներկայացվում է հնարավորությունները համակարգչային Իր ժպտալու համար պայմաններ ստեղծում եք մարդկանց, Դե պետք է որ ավելի շատ ժպտան։ ասենք կարևոր է որ մարդը մի լավ տրամադրություն ունենա, հետո նոր արդեն ատամներին կանրադառնա։ Ահա։ Երկրորդը ֆոտո ուրեմն լուսանկարչությունը, նաև պրոտոկոլային մասը, թե ինչ է պահանջվում, դա պրոտոկոլներին է վերաբերվում, եւ ներբերանային լուսանկարչությունը, եւ երրորդը, որ խիստ արդիական է, դա նավիգացիոն իմպլանտոլոգիան, թե ոնց պետք է այսօր ժամանակակից Եկեք իմպլանտները լսենք Վլադ Ավետովին, որը ես ինչպես հասկանում եմ մեր ազգակիցն է։ Վլադ Ավետովը հայ է։ Այո, հայ է։ Շատ հպարտանում ենք։ Очередной визит в Армению. Շատ հաճելի է, որ Հայաստան կատարած հերթական այցելությունը համընկավ հայ ստոմատոլոգների միության բավական կարևոր միջոցառմանը մասնակցելու հրավերի հետ։ Այն նվիրված է ստոմատոլոգների գիտելիքների մակարդակի բարձրացմանը, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դենտալ լուսանկարը, համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ ժպիտի դիզայնի պլանավորումը, թվային ատամնաբուժության կիրառումը եւ այլն։ Ալֆա Բիո համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության հետ հայ ստոմատոլոգների միության համագործակցությունը թույլ է տալիս Հայաստանի մասնագետներին ստանալ այն գիտելիքները, որոնց մենք արդեն տիրապետում ենք։ Եվ ես բավական գովելի եմ համարում Հայաստանի ստոմատոլոգների զարգացման նողված Թորգոմ Դաշտոյանի ջանքերը, այն էլ համաշխարհային ոչ այնքան նպաստավոր տնտեսական պայմաններում։ Վստահ եմ, որ այն ինչ մենք կանենք միասին, պրակտիկ կիրառություն կգտնի մեզ միանալու հնարավորություն գտած ստոմատոլոգների գործունեության մեջ։ Եւ եկեք մի անգամից լսենք նաեւ Բորիս Ֆրիզոնին, որը դուք ինչպես ասացիք, նա Հայ ստոմատոլոգների միության հրավերով այսօր անցկացնում ենք շատ հետաքրքիր աշխատանքային հանդիպում, որը թույլ է տալիս մասնագետներին ծանոթանալ ստոմատոլոգիայի ոլորտում աշխարհի առաջատար երկրներում տեղի ունեցող բոլոր նորություններին ու գործնականում կիրառել ժամանակակից մեթոդները։ Մեզ համար շատ կարևոր է ամենօրյա պրակտիկայի նորարարական հնարքները մեր հայ գործընկերների հետ կիսելն ու Հայաստանում դրանք ներմուծելը։ Մեր գործընկերների Թորգոմ Դաշտոյանի ու նրա ստեղծած միության անդամների հետ մենք բավական արագ ենք ներդնում աշխարհի նորագույն տեխնոլոգիաները Հայաստանի ստոմատոլոգիայի ոլորտում։ Եվ դա հեշտացնում է այն հանգամանքը, որ տեխնիկական առաջընթացի հմտությունները միմյանց փոխանցում են ոլորտում ամեն օր աշխատող մասնագետները, այլ ոչ թե նորագույն տեխնիկա ու մեթոդներ ստեղծողները։ Դաշտոյան, փաստորեն դուք ձեր միությունով հիմա, իսկ դրանից առաջ էլ ձեր GDC-ով եւ ձեր եռանդով հսկայական կրթական աշխատանք եք կատարում Հայաստանում։ Օրինակ, որ հարցնես, ասես, այնուամենայնիվ դուք պարտավոր չեք դա անեք, ճիշտ է։ Դուք, այսինքն, եթե որպես բժշկական համալսարանի դոցենտ, իհարկե դա ուրիշ բան է, դա ծրագիր է, որը արվում է, բայց սա կապ չունի, չէ։ Մի գաղտնիք ասեմ, առաջին մոտիվացնող բանն է, որ հենց ես ինքս եմ սովորում այդ միջոցառումների շրջանակում։ Բժիշկը դա մշտական ուրեմն մարդ է, որը պետք է իր վրա աշխատի։ Դա մի կանգնած մասնագիտություն չի, որ այսօր դու մի բան գիտես ու վերջ։ Մենք մշտական ինքներս սովորում ենք, դա շատ կարևոր է։ Եվ իհարկե փորձում ենք այդ մեր փորձն էլ բժշկական համալսարանի շրջանակներում ակտիվորեն, այս վերջերս ինձ էլ էին հրավիրել, ես անձամբ կարդացի դասախոսություն, որտեղ բազմաթիվ թե ուսանողներ, թե օրդինատորներ էին հավաքվել, մի ուրիշ կազմակերպություն էր կազմակերպել այդ միջոցառումը, ինձ եւ մեր միության ուրեմն խորհրդի անդամ Սերգո Հովհաննիսյանին, Սերգո Ռոբերտի Հովհաննիսյանը, մենք երկուսով համատեղ կարդացինք դասախոսություններ, ինքը ես իմպլանտոլոգիայի ոլորտում, Սերգոն կարդաց ուրեմն Սերգո Ռոբերտիչը կարդաց օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ոլորտում։ Գիտեք ինչ, մենք այս ինչ որ ստանում ենք եւ կիրառում ենք, հետո փոխանցում ենք։ Պետք է սովորել, ուրեմն կիսվել եւ այդ գաղտնիք չի դա, պետք է տարածել դա։ Բայց չմոռանալ նաեւ գեղեցիկի մասին, որովհետեւ հենց այս միջոցառման ժամանակ ստոմատոլոգներից մեկը ներկայացրեց իրեն ձեռքով նկարած նկարները, եկեք դիտենք։ Մենք մեր միության այն անդամներով եւ ընդհանրապես մեր բժիշկներից շատ ստեղծագործ մարդիկ կան։ Դրանցից մեկը մեր Գագիկ Քալանթարյանի դուստրը, որ ներկայացրեց ուրեմն ցուցահանդես, պետք է ես էլ էի խիստ զարմացած եւ հպարտացած, ուրեմն այս նկարները կատարվում են մատների ուրեմն առանց վրձինի։ Այո, շատ դեպքերում առանց վրձինի կիրառման։ Հա, դե տեսնում Իսկ մեր միությանը ներկայացրեցինք մի ստեղծագործություն երաժշտական իմ որդու
ուրեմն ստեղծագործությունը, որը դարձավ մեր միության հիմնը։ Մյուս տարի դրան կնվիրենք, իսկ հիմա եկեք լսենք Բժշկույն Քալանթարյանին։ Բժշկությունն ու արվեստը շատ փոխկապակցված են միմյանց հետ։ Ինքս բժիշկ ստոմատոլոգ եմ։ Այսօր ներկայացված են իմ նկարները, որոնք գրեթե 1 տարվա պատմություն ունեն։ 1 տարվա ընթացքում են նկարվել։ Սրանք այս նկարները ինչն է հետաքրքիր, որ ես գրեթե ազատ ժամանակ չեմ ունենում, քանի որ կա ընտանիք եւ բավականին զբաղված աշխատող բժիշկ եմ, եւ նկարները ստեղծվել են պացիենտների ընդունելության ընդմիջումների ընթացքում, ոչ տանը, ոչ արվեստանոցում, այլ աշխատանքի վայրում, մի փոքրիկ սենյակում, որը ինձ հատկացրեցին, եւ ես կարողացա ստեղծագործել իմ զգացմունքները, իմ էությունը, իմ մտածելակերպը, ամեն ինչը պատկերված են այս նկարներում։ Յուր Դաշտոյան, հաղորդումն էլ Ձգտենք դեպի գեղեցիկը։ Այո, հաղորդումն էլ շուտով կվերջանա, տարին էլ կվերջանա, ես ձեզ խնդրում եմ ասել, երբ որ քանի որ մենք միևնույնն է պետքա քնենք, զարթնենք մյուս օրնա լինելու, ոչ թե մյուս տարին, դուք չեք ասում մինչև այս տարին չվերջանա, ես մյուս տարվա պլաններ չեմ ունենա։ Իհարկե ունեք արդեն։ Մոտավորապես ինչ եք մտածում, էլի, այսինքն ինչ նոր քայլ եք մտածում անեք։ Ես ուզում եմ մի բան ասեմ։ Ընդհանրապես նես տպավորություն է, որ կարելի է նստել, հետո վերևից ինչ-որ մի բան կընկնի, երկիրը կծաղկի։ Նյուտոնի հետ տենց էլ եղավ։ Մենք կապրենք մի բարեկեցիկ երկրում, չեմ էկոնոմիկան կլավանա, տնտեսությունը եւ այլն։ Մի բան կա, պետք է աշխատել։ Ուրիշ ոչ մի տենց նոր բան ես չեմ կարող ասեմ, քրտնաջան աշխատանք, բոլորս պետք է լծվենք ուրեմն մեր ոլորտում, պետք չի մտնել ուրիշ տեղեր, ուրիշ ավելի շրջան։ Ամեն մարդը զբաղվի իր գործով եւ բարեխիղճ կատարի իր գործը քրտնաջան, մենք շատերս 10-12 ժամ ուրեմն ամեն օր առավոտից երեկոն թե մասնագիտական, հետո ժամանակ ենք փնտրում, գտնում նույնպես հասարակական աշխատանքի համար, ես խիստ կարևորում եմ այդ երկու ուրեմն ուղղությունը։ Պետք է աշխատենք եւ այդ դեպքում մենք վաղը չեմ կարծում, բայց մյուս օրը հաստատ կունենանք ավելի բարեկեցիկ Բժիշկ Դաշտոյան, բայց այնուամենայնիվ ձեր կարծիքով իմանալով ստոմատոլոգիան իր զարգացման մեջ, ինչ նորություն մենք ընդհանրապես ինչա սպասվում, օրինակ ասենք մի տարի նրանից առաջ որ իմպլանտը պիտի գար, կարայիք չէ ասեիք որ այ մյուս տարի մենք կունենանք արդեն սա։ Հիմա ինչ ենք ունենալու։ Արդեն ատամ են աճացնում բան, բոլորը ուզում են որ մենք հաց չունենանք, ատամը ինքն իրան աճի, բայց պետք է ասեմ մի հետաքրքիր կապ։ Ոչ մի բան ինքն իրան չի լինում, ասենք։ Կա տենց ուղղություն, իհարկե, այսօր ուրեմն կա ռուսերեն ստվալավի կլետկի, ոնց է կոչվում հայերեն։ Ուրեմն որը ներմուծում է ստեղնային բջիջներ, դա լուրջ հետազոտություններ են կատարվում, երբ որ արդեն բոր մեքենան կարող է մի քանի ինչ-որ ժամանակ հետո, չասեմ, եւ անցնի երկրորդ պլան եւ ներարկելով այդ բջիջները, մենք կարող ենք հյուսվածքը, այդ կարծր հյուսվածքների օրինակ կարիես, որ ասում են, ուրեմն ախտահարված հյուսվածքները վերականգնել այդ բջիջների միջոցով։ Այսինքն ներսից նոր առողջ հյուսվածք աճացնենք։ Հետազոտություններ։ Այսօր լայնորեն կիրառվում են շատ լավ միկրոսկոպներ, լազերներ։ Մենք պետք է մյուս տարի միտված ենք հագեցնենք թե մեր կլինիկաները, արդեն հագեցած ենք շատ, բայց նույն այդ ուղղությունները պետք է շարունակենք հագեցնել եւ զարգանալ։ Դե ունեք հնարավորություն շնորհավորել մեր հեռուստադիտողներին, շուտով ամանոր է, շուտով մենք կմտնենք մի նոր տարի, չեմ կարող ասել, որ 16 թիվը վատն էր, շատ նորմալ աշխատանքային, հագեցած, բազմաթիվ միջոցառումներով, թե Հայաստանում, թե արտասահմանում։ Նույնը ցանկանում եմ շարունակվի 17 թվականին, մի փոքր ցանկանում եմ, որ մեր ժողովրդի տրամադրությունը լավանա եւ մենք իրար հանդիպենք լավ տրամադրությունով։ Հենց այդ տրամադրությունով էլ վերջացնում ենք հաղորդումը, սիրելի բարեկամներ, շնորհակալություն, մի հիվանդացեք։